Բարև մեր բոլոր ունկնդիրներին, եթերում է Մարիշի հետ հաղորդումը Բելգիա հայ ռադիոյում եւ այսօրվա իմ հյուրն է Ադա Օկմենը, հայ դեմոկրատական միության Հովանես Թումանյան հատական դպրոցի պատասխանատուն է։ Բարև Այդա ջան։ Բարև Մարիա ջան, Ինչպե՞ս եք։ լավ եմ բարկաստուծո։ Շատ շնորհակալություն, որ ժամանակ գտաք ձեր գործի շատ զբաղված գործի մեջ ինձ հետ հանդիպելու։ Խնդրեմ, սիրով։ Անհապեր սպասում եմ։ Ուրեմն սկսվենք ամենասկզբից։ Այդան, որտեղ է ծնվել։ Ես ծնել եմ հայ Վարդոքյուղում, որը իսկականում մեծ ծնողները եղել են Վանեցի եւ իջել են միջև այդ գյուղը։ Եվ 5 տարեկանից ես դուրս եմ եկել այդ գյուղից հայերի շնորհիվ, այդ հայերը, որոնք ման էին գալիս ցեղասպանության մնացորդները, ովքեր որ մնացել են, երեխաները թեր արդեն արակցում են ու մեկ մինակ խոսում էին քրդեն։ Դուք այնտեղ առանց ծնողների եք ապրում այդ գյուղում։ Ծնողներն ուսեմ ապրում ենք, բայց երբ որ հայերը եկան, արդեն հավաքեցին մեզ բոլոր երեխաները, նրանք որոնք ծնողները համաձայն էին ճուշտ, եւ մեզ պետք է տանեին Բոսու։ Ճանապարհին դժվարություններ ունեցանք։ Փանդարգվեցին իրանք, մեզ ադարին պահեցին գիշերով, միջև նորից մեր ծնողները եկել են եւ դյուն դվեր են, որ մենք ուզում ենք մեր երեխաները ուղարկենք գիշերօթիկ դպրոցներում Բոսո մեջ։ Եվ այդ ծևով հասել ենք ամեն մեկս մեկ գիշերօթիկ դպրոցի մեջ։ Ես եղել եմ հայ փոխականաց վարժարանը, որը գտնվում էր Գետիկ բաժայում, եւ 16 աղջկան հետ միասին, որովհետեւ ճիշտ դպրոցի կողքը ապրում էին 16 աղջկով եւ մի հատ պատասխանատու ունեինք։ 5 տարեկան եք այդ ժամանակ։ Այդ ժամանակ 5 տարեկան։ Ուրեմն իսկույի հետումյան է, ասված որ ինքը արդեն մահացել է։ Ես վերջացրեցի, բայց ինձ համար ամենամեծ նշանակություն ունեցած հարցը այդ հայերը բառաթիվ չէին մեզ օգնելու ովևէ կերպով, բայց եկան հասան գտան մեզ տարբեր տեղից, Սասունից, Դիքրանագերտից, բոլոր տեղերից գտան, բերեցին միմյան մենք մեր լեզուն բահենք ու հայկական դպրոցներ աջակցեցին։ Հաստատ նպատակ դա էր, հա, քանի որ այդ գյուղերում չկար հայկական հայոց լեզվի դասավանդում, ոչ մի արդեն մեր գյուղում հավաքին չկար։ Մեծ եղբայրս եւ քանի ուրիշ երիտասարդներ գյուղում իրանք գնում էին մի ուրիշ գյուղի դպրոցում, որ 2 ժամ պետք է քալելով էր տային, տրանսպորտ եւ անի չկար։ Ոտքով 2 ժամ գնալ։ 2 ժամ պետք է քալեին մինչեւ վերտային հասանակ գյուղը։ Այդտեղ դպրոց կար որովհետեւ։ Բայց մեկ այդ հնարավորություն ունենք աղջիկները ընդհանրապես այդ ժամանակ չէին գնալ հաճախել դպրոց։ Եվ դրան պատճառով այս հայերի շնորհիվ կարողացանք արդեն եղբայրները ձեր հետ չեկան պոլիս։ Այո, եղբայրներս մեզ հետ եկավ, մեծ եղբայրս ինքը տարիքով մեծ էր, բայց պապաս այդքան ուզում էր որ բոլոր երեխաները դպրոց երթան, ասեց չի, բոլոր երեխաներս պետք է երթան ու սովորեն։ Եվ ինքը մեզ հետ եկավ միջև Բոլիս եւ այդ մեզ հետ 2 օր մնաց, հարգավ թե շատ դժվար էր մեզ համար, որովհետեւ անընդհատ ես չեմ մոռանում, ասում էի Բաբաս գուկա մեկ նորից կվերադառնանք գյուղ։ Սպասում էի անհապեր։ Մեզ համար շատ հուզիչ էր, որտեղ ծնողները արդեն պիտի չտեսնենք 5 տարեկան, 6 տարեկան երեխաներ շատ դժվար։ Իսկ ինչ հաճախականությամբ եք տեսնում ծնողներին։ 7 տարվա ընթացքին ես եղել եմ մինակ 2 անգամ իմ ծնողներուս մոտը։ Շոկողվեցի։ Եվ միմիայն ամեն մեկ անգամ 2 ամսով։ Ինչ դժվար է։ Այցեւով մենք մեր առաջին դպրոցը վերջացրենք, հետո արդեն մեր ծնողները եկել են ասել են մեր մոտ Բոսո մեջ եւ սկսենք այդտեղը։ Թեգուսե տարեկան փոքր էի, բայց աշխատանքի ես սկսել եմ փոքր 12 տարեկան, հա։ Այո։ Արդեն փոքր ժամանակի աշխատանքի ես սկսեցի ու վերջապես այդտեղը շատ մեծ դժվարություններ ունեցանք, մանավանդ որ ասալային այդ դեպքերի ժամանակ ես հիշում եմ աշխատանքի դեղը իմ մյուս գործընկերները ասում են դուք գնում եք սպանում եք մեր դեսպանները եւ այլն մեկացես այստեղ ենք սպանելու դա իմ երեսից տվել են ես ապրել եմ դա Այդա իսկ փոքր ժամանակ ինչ էր սիրում փոքր Այդան ինչ չէր սիրում փոքր Այդան ինչով էիք սիրում զբաղվել Ես ամեն ինչ սիրել եմ ու շատ էի սիրում այդ մթնոլորտը որտեղ որ մենք մնում էինք բայց երազանքս այդ էր որ միշտ մամայից հետ հա իհարկե Անի շատ մեծ պակասություն էր ինձ համար, որովհետև անընդհատ ինձ ասում էին ինչ ես անելու, երբ որ մեծանաս, ինչ պիտի լինես, ասում էի մամայիս կողքը լինելու եմ։ Հա։ Միշտ այդպես եմ ասել։ Դե փոքր աղջկա համար դժվար է 5 տարեկանում մամայից հեռանալը։ Դե բայց թե դժվար է,
Թե մի կերպով հբարդ եմ դրանով, որովհետև դա մեծ հբարդություն է Որտև եւ մեծ նպատակ շանս է, ունեիք, որ հա, այդ այստեղ կարողացանք հասնել։ հա, նպատակ ունեիք։ Հա, Իսկ ուրեմն 12 տարեկանում ձեր ծնողները գալիս են ձեզ միանում են ու դու 12 տարեկանում չեք շարունակում սովորելը։ Չի այդտեղ քոլեջի ես մասնակցեցա մի 5 բանով չկարողացա բանել, մտնել ավելի շատ, որովհետև ամենա լավ աշխատողներից ես էի եւ Զաղիկ Ալիչը հիմա Յալման հարկավտե ինքը ամուսինասկանով ինքը միշտ առաջինն ես երկրորդն էի։ Մեզ հապներ պատրաստում էին մեզ մանավանդ մեզ բող դիգինը ասում էր ով որ առաջին երկրորդն այս հապսը իրան համար է միշտ մեզ համար է հապսները արեցին ինքը երկրորդի ես Ինչ լավ է։ ու վերջապես կարևորը դրանից հետո ես ամիջապես աշխատանք ես սկսեցի Ինչ եք անում։ ամեն դեպք աշխատանք արել եմ նախ եւ շաքարի հետո գուշտակի բանի մոտ աշխատել եմ դրանից հետո արդեն Տրիկոտաժ ասում ենք ամբողջ մի մեծ կորձաներ որը ասորացիներուն պատկանում էր 3 ասորացիա բանի բավական աշխատավոր ունեին մի 50-60 հատ աշխատավոր ունեին այդտեղ աշխատեցի եւ արդեն Թուրքիայից դուրս գալ որ մերոնք շատերը ես 17 տարեկան էի իսկ օրինակ հիմա որ դուք ասում եք ձեր աշխատակիցները կամ կողքի մարդիկ ձեզ ասում էին ասլան սպանում է ուրիշներին մենք ձեզ կսպանենք ասենք ո՞նց է եղել ձեր ասենք ինչ հիշողություններ ունեք որպես հայ աղջնակ հա փոքրիկ եք փաստորեն եղել 12 տարեկանում աշխատել այսօրվա դրությամբ դա մտածել հնարավոր չի ասենք Ինչ հիշողություններ ունեք ձեր այդ մանկությունից որպես հայ աղջիկ դե բան ասեմ վախենում էի վախ այդպես չէ ասում էի ինչ եք ուզում ինչու ուզում եք սպանել աստեղիներուն իրանք ինչ են արել որ իրանց դեմ այդպես ուզում եք վարվել դա իրանց ասում էի բաց կերպով քույրս սկսել էր 8 տարեկանից աշխատել դրանից հետո այստեղ մենք ավելի շատ բան ունեցանք փախտ ունեցանք որ կարողանանք մեր ուսումը Փաստորեն 16-17 տարեկանում որոշում եք որ գաք որտեղ մեր հայերից մեծամասնությունը արդեն գնում էին թեպի Հայաստան հոր եղբայրս երեխաներն բոլորը Կիրկորը Սոնյան արդեն նոր բեբեգ էր Կիրկորը այդ փոքր էին անոնք բոլորը թեպի Հայաստան գացին իսկ իմ եղբայրս ինքը չէր ուզում մի եղբայրս արդեն Հոլանդիայում էր բաբաս ուզում էր որովհետև բաբիկս գներ Հայաստան բայց մամաս ասեց ես երեխաներս չեմ թողել ու այդ բանով մենք թեպի Եվրոպա եկանք ու դրանից հետո արդեն ուրիշ պատմություն որ Հայաստանից կացողները հետ վերադարձան Թուրքիա հետո Թուրքիայից նորից եկան թեպի այստեղ հա չհարմարվեցին չհարմարվեցին վերջապես ուրիշ կյանքեր ուրիշ բաներ ուրիշ ու վերադարձան Բելգիա կամ Եվրոպա նախ եւ առաջ վերադարձան Թուրքիայից հետո թեպի Եվրոպա ուրեմն որոշում եք ընտանիքով վերադառնալ գաք Բելգիա ինչի Բելգիա ինչ որ հատուկ նշանակություն ունի Բելգիան որ մեր ցանկությունը այդ էր որ եղբորս մոտ պիտի երթային Հոլանդիա բայց այդ ժամանակ Հոլանդիան չէր ընդունում ասեցին որ Բելգիան ավելի շուտ է ընդունում այդ բանով արդեն որոշեցիք Բելգիա քալ արդեն բավական դժվարություններ այստեղ կայացին որովհետև կյանքին հարմարվելու համար լեզուն սովորելու համար եւ այլն բայց ծնողների հետ թե ամբողջ այո ամբողջությամբ ծնողների հետ միասին ինչ կատարվեց Բելգիա մտնելուց ինչ ստացվեց ինչ շարեցի գույրի նման է ես ինքս գույր էի զգում երբ որ Բելգիա մտա որովհետև ոչ լեզուն գիտես թուր անգամ որ թուրից մեմ դուրս եմ գալիս չգիտեմ այդ ցեվով դժվարություն բայց արդեն միտքս էի որ ամիջապես լեզուն դիրաբերելու եմ եւ արդեն նորմալ կյանքին շարունակել ու դա մեծ շարժանքներում մի քանի տարի այդպես շարունակեց բայց շատ շուտ արդեն հարմարվեցի որովհետեւ ես սկսեցի ամբողջ լեզվի արդեն հարցը վերջացրեցի հետո ֆորմացիոն կացի ամիջապես հետո քանի որ միջնակարգի դիպլոմ ունեի պետք է քննություն մատրացեի որ մտնեմ արդեն կամ համասարակ կամ ուրիշ աստան սոցիալի ուսում կատարեմ շատ լավ մարդոց հետ ճանաչեցինք եւ կարողացանք իրանց հետ սերտել ամեն ինչով եւ շատ լավ քննություններ ստվի միմյան ֆրանսերեն մի քիչ դգարեր որովհետեւ արդեն լիտերատուր ֆրանսեզ եւ այլն պետք է լավ բոլոր առարկաներից քննություն որում մեջ գրած էի
ամեն հասեր սլավ արդեն քննությունը վերացրել էի միայն կանոն ֆրանսերեն սլավ չի գներեք չկարողացա ավարտել գրել էի եւ իրանց համար դա մեծ նշանակություն ունեցել է որովհետեւ ինձ կանչեցին եւ ասեցին անկեղծությունը քրիտիկ որ ես չեմ գնար բացատրել հիմա բանի մեջ ինչ գրված է կարելի որ ֆրանսերեն այսքան բան չէ հա գնահատել հա այդպեսով վերջացրեցի իմ ուսումը բարձակույն ուսում ու դրանից հետո սկսեցի արդեն մեկ ընթացքին վերջին տարվան ընթացքներ կամ 2003-84 թվականներ 1900 կներես 1983-84 թվականին արդեն որոշեցինք որ միություն բանակ կարգ հարցերը ունեցանք Աստան դուք սովորեցիք բան ասիստենտ սոցիալ այո դիպլոմը դիստինկցիոն արեք դիստինկցիոն հետո սկսեցիք միանգամից աշխատել թե սկզբում միությունը բացեցիք չի սկզբում միությունը բացենք դեսենք թե ինչպես ենք բանանելու հետո ընթացքին արդեն թատարանին համար աշխատում էի ես թարգմանիչով դա է սկսել էի որ լեզուներն եք թարգմանում հայերեն թուրքերեն եւ քրդերեն օքեյ երեք լեզվից դեպի ֆրանսերեն դա այդպես շարունակելով մեկ նախ եւ առաջ քանի որ այդ ժամանակ Հայաստանից եկող ոչ մի փախստական չկար ավելի շատը Թուրքիայից եկող հայեր կային իրանց օգնելու ավելի շատ Թուրքիայից եկող փախստականներու օգնելու համար ստեղծեցինք հետո արդեն եկավ որ մի քանի տարի առաջ երթալն հետո տեսանք որ բոլորս հայ ենք միշտ հայեր քալիսեն իրանց հետ շփվելու ենք որոշեցինք անունը փոխել եւ որոշեցինք հայ դեմոկրատներու սկզբում անունը ինչ էր Association des réfugiés solidarité avec les réfugiés de Turquie c'est ça ավելի լայն է ծերվով որ մեկ ասինք արդեն նշանակություն ունի դա ավելի շատ իհարկե անհրաժեշտություն օգնության շեշտեցնենք այդ ծերվով որ ծվից է դարձավ արդեն հայ իմ կարծիքովս կամ եթե չեմ սխալվում եթե հիշում 1985 կամ 6-ն է երկար ժամանակ արդեն ֆրանսերեն դասեր դարձեինք դպրոցական օգնության համար երեխաներուն օգնում էինք ֆուտբոլային խումբ կար ու հայերենի դասերը արդեն մեկ տարի եւ հետո սկսեցինք արդեն երեխաներուն հետ նախ եւ առաջ քիրերը եւ այլն ճարելուց հետո եւ այլն սկսեցինք արդեն հայերեն դասերում դուք ամուսնացել եք արդեն Թուրքիայում գալուց առաջ թե ստեղ եք ամուսնացել այստեղ ճանաչել եմ եւ խաչիկին հետ այստեղ եմ ամուսնացել մեկ ինչ լավ էր փաստորեն մարդկանց միացնում եք ու միանգամից միությունը լավ գործեր արել փաստորեն հիմա փաստորեն էս բացի միությունից որտեղ էս միությունը դա ձեր ոնց ասեմ ազատ ժամանակ այսինքն դա որպես հայ եք անում բայց դուք աշխատում եք մենք միշտ աշխատում ենք կամավորելով հա Եվ ովևէ կերպով մենք միշտ մեր գրբանեն տվել ենք օգնելու համար միությանը ոչ մեկ կերպով ոչ մեկ կոպեկ չենք շայր այդ աստեղից որովհետև միությունը ի վիճակի չէ արդեն այդ ցավոք սրտի միություններ կան որ վիճակի են բայց մեր հայկական միությունները կամավորներ իրանց գրբանից են շատ հա որովհետև մեր նպատակները մի քիչ տարբեր է օրինակ հայկական դասերու համար երթալ երեխաներու համար փող ուզելը դա մեզ համար մեկ ճիշտ չենք արում որովհետև երեխաները գտուշվին դրանից եթե ընտանիքը չունի հա հա ճիշտ է կրնանք իմանալ թե ծնողը ի վիճակի չէ բայց ինչու ազատ կերպով այսինքն ձեր մոտ դասերը անվճար են հայկական դպրոցը անվճար են իսկ ուրիշ ինչ դասեր եք առաջարկում մնացած դասերը երաժշտության դասերը բարի դասերը շախմատի դասերը նկարչության դասերը կարատեի դասերը դա բոլորը կողքից արդեն վճարովի 20 եվրո մենակ ամիսը մուծում է մեկ դասը 5 եվրո հա Բարսա շատ ինձ թվում է շատ չին գումար է անգամ չի բանանում իսկ բացի դրանից նաև դուք աշխատում եք որպես երթվել թարգմանիչ այսինքն ուզում եմ մարդկանց համար այս որ կանոն բոլոր կամավորները ունեն մասնագիտական կյանք որը իրանց մասնագիտական կյանքն է ամբողջ չէ այսինքն դուք աշխատում եք որպես աշխատելու 1996 թվականից թարգմանիչ լալով առաջին հարաճարգությունը ինձ արել է մի փաստաբան որի հետ բավական օգնել ենք փախստականներուն երթալու օտարյանից մարդիկներ եկած փակվել են իրանց բան իմանալու եւ դուրս անելու եւ այլն շատ անունը Մեթր Ուեբեր դեր ապրում բելգիացի փաստորեն բելգիացի մեկն է
ինձ ասեց, որ թե ինչու ես չեմ դիմում թատարանում, որ արդեն ճանաչում թարգմանիչ լալով, նրան հրաչարգությամբ արդեն ես չամադեցի եւ սկսեցի, հետո որ արդեն ճանաչեր էի եւ մի օր աշխատելուց իմ ասորի ընկերներից մեկը դեսա որ ես արդեն մի բաժինում թարգմանություն եմ անում։ Ասեց իմ անունս Քենի լալովականության քիրս մեջ է, դրա համար Քենի լալով միշտ գոչեն կորձի ընթացքին եւ Բեջբեի շրջապատում։ Ասեց Քենիս ինչի՞ ես կար մեր մոտ աշխատելու ներքի գործերի նախարարության օդարականնում բաժինը։ Ասեց չգիտեմ կարելի է սա վիճու չի։ Ես եմ քեզ հարաճարգով, որովհետեւ ես եմ պատասխանատու այստեղ։ Եւ նույն ժամանակին միասին ֆրանսերեն դասեր ավարտացրին։ Պարզա։ Այդպեսով սկսեցի ես ներգործերի նախարարության մեջ։ Ասում ես լավ պատմություն ունես, այդա ինչու այդա ոչ թե Կենի, որովհետև իմ ընկերի Մարինան որ ասեց այդա, ասեց մենք իրան Կենի ենք ասում, իր անունը Կենի է, ասեցի չգիտեմ, եւ մենք իրան տիկին այդա ենք ասում։ Ինչ պատմություն է այդ պատմությունը։ Ուրեմն ճիշտ ասեմ, իմ անունս եղել է Համի, ավելի շատ քրդերենով Խամե քրդերենով, որ այդ անունից դվերեն, այդ ժամանակ եթե մեկը մահանում է, մեկը ծնում է դրան զուտի ընթացքին այդպես անուններ ծնում են, Խամե այդ անուններում մի իմաստն է, վերջապես որ արձանագրության ժամանակ եղել է Քենի, լավ չեն գրել, Համեն եղել է Քենի, չգիտեմ իցևով, ոչինչ կարևոր չէ, Քենից ասելը միշտ ջիբիտ 36 ջիբիտով ասելը, անալ քեշ մնչե, հետո 5 տարեկան, 6 տարեկան եկել ենք Քշորտիկ դպրոցում, ամեն մարդ տարբեր անուններով, քրդական անուններով հարկավծի, ուսուցիչներն ասում են ինչ են կանելու եւ այլն, մի Սոֆի անունով ուսուցիչ մունեի, ասեց անունդ այդա է։ Բոլորդ այդայի գոչում իրան։ Հայկական անուն ատվեց ես։ Այդա անուն ինձ տրեց ու մնաց այդա։ Հիմա ոնց եք վերաբերվում Կենին կամ այդային։ Չեմ շփոթվում։ Նույն մարդն է։ Նույն մարդն է։ Ոչ դարբերություն չկա, գիտեմ թղթի վրա այդպես է ու մարդիկ վարժվել են այդով ինձ կանչում են մնացած հայկական համայնքը ձեզ կոչում է տիկին այդա, իսկ աշխատանքային վայրում քեզ կոչում են տիկին։ Պարզա, աստորեն իմանանք որտեղ ոնց դիմենք, էլի, աստորեն։ Դպրոցի համար, որովհետեւ շատ ակտիվ է դպրոցը, հա, շատ օրերը, ինչ դժվարություններ ա լինում կամ եղել էս բոլոր տարիներից 1985-86 թվականից մինչև հիմա բավականին մոտ մի 40 տարի փաստորեն էս դպրոցի մի ամբողջ կյանք ու փաստորեն ձեր ընտանիքից գործից զատ այսինքն մարդ երբեմն կարծում եմ չեն պատկերացնում որ սա կամավոր է բացի կամավորից մեզ մի պատմություն որի մեջ դու ամբողջ ազատ ժամանակը երեկո երրորդ կյանք հաստատվում, հա, աշխատանքը, տանիքը երրորդը։ Ես ուզում եմ դա ասել, որ ինձ համար ինչ որ սկիզբից պատմեցի, որ մեզ քդեր են դարեր են քերոտիկո դպրոցին, դա միշտ միտքիս մեջ եղել է մի բարդք։ Իմ ասկիս հանդեպ մի փոխհատուցելու համար։ Եվ եթե ես այս ամբողջը կամավորը լալով անում եմ, սրտանց անում եմ, հանգստանում եմ դրանով։ Այդ մարդիկ ինձ ոչ մի չունեին, սիբղական մի գետ չունեին մեզ հանդեպ անելու։ Բայց արեցին փոխհատուցեք, փաստորեն ուրիշ բալիկներին ինչ որ արել են ձեզ համար։ Նույն բանը, օրինակ մեր պատասխանատու դիգինը գրած էր իմ դեդրիս մեջ, որ բահում եմ միջև այսօրս, հայուն անունը միշտ բարձր բահեցեք, օջախը բարձր լինի։ Ցանից դա եմ ցանկանում։ Մեզ բաներ բացատրում էր, ասում էր, բայց ցուրցում մի խոսեք։ Թուրքիա իրանք կարելի են ցես հանդեպ լավ չվարվեն, եթե այսպեսի բաներ խոսեք։ Ուշացնում էր։ Ուշադրությունից գրավում էր այդ բանով եւ բայց մեկ կողմենը ուզում էր, որ մենք սովորենք այդպեսի բաներ։ Եվ միության մեջ այս գործունեությունները ճիշտ է։ Աշխատում եմ ամբողջ շաբաթ օրերը, մեկ գիրագի օրերն ակալից ենք, ես մենակ չեմ, Պողոսն նույնցևի, Խաչկն նույնցևի, եւ քանի դասատու ունեք։ Քանի դասատու ունեք։ Ունենք 7 դասատու։ 7 հայերենի դասատու։ Այո, հայերենի եւ երաժշտությանն ամուսնում եմ, որովհետեւ գեշամը երաժշտությանն դալից ենք այդ ժամվան ընթացքին։ Ուսելու համար որ այս ամբողջը որ մենք կարողանանք օտար երկրում մեր լեզուն բահել, մեր երաժշտությունը բահենք, ամեն ցևի մեր բարը ամեն ինչով։ Ինչ է ուզում հարցնել, որովհետեւ
ձեր դասարանները ըստ տարիքի են, թե ըստ գիտելիքի։ Տասարները բաժնում գացեվի այդ երեխաները որոնք սկսում են 4 տարեկանից մինչև 6 տարեկանը դա մանկաբարձն է մանկաբարձը ավարտում է 6 տարեկանին աճնում են այս անցյալ տարվան տասարանները գոչում ենք այփենարան բայց այս տարի փողեցինք որովհետև երեխաները ամիջապես այփենարան անցնելուց շատ դժվարություն են քաշում ու արդեն ասեցինք չէ Մաստիկի հետ աշխատող տասարան ամիջապես մանկաբարձից հետո իմ գացիկովս դա մի քիչ երեխաներուն ուժ գուտա որ կամած արդեն այփենարանացին երրորդը գլինի արդեն այփենարան այփենարանից հետո արդեն կլինին ընթերցարանից հետո արդեն մայրենի երկուսն է արդեն բարոն Արչունին տասարան մայրենի 3-ը մայրենի 4-ը իսկ օրինակ դա այն դեպքում եթե բալիկները 4 տարեկանից սկսել են ու ամբողջ ճանապարհը անցնում են ձեզ հետ չէ բայց ասենք թե եթե բալիկը չի սկսել 4 տարեկանից այսինքն կամ նորեն տեղափոխվել կամ ժամանակ չեն ունեցել որ դասի գնան ո՞նց է լինում եթե 5-6 տարեկան են բայց կամ 7 կամ հայերեն լավ չեն խոսում ուրեմն տասարան այո իրանք տեղավորում եք իրանց դարիքի համեմատ որովհետև միս տարիքներում իրանք կարող են հոգեկան կերպով հանգիստ չլինեն այդ պատճառով բայց այդ հարց է մեզ համար քանի որ ընդհանրապես հայերեն չխոսող երեխաները դարերը անցնում են բայց խոսակցության համար դժվարություն քաշում են ունենք մանավանդ 12-13 հատ այդպես երեխաներ որոնք հասել են 13-14 տարեկանին բայց իրանք չեն կարողանում իրանց արտահայտել որովհետև ընդհանրապես դու հայերեն չի խոսվում ու ինչ որ լսում են այստեղի չեն կարողանում արտահայտել հիշում են որ այդ բարերը սովորել են բայց չեն կարողանում շփում չկա շփում չկա դա մեծ խնդրեմ է այդ խնդրին արժև կանգնած ենք մանավանդ այս տարի հավաքում է այդ երեխաները դիգին հասմիկին տասարանը որ արդեն երկու մասին է բաժնված դիգին հասմիկին համար շատ դժվար է որովհետև ինքը վախենում է որ տասնտած ժամանակ կարգ երեխաներ արդեն ժամանակին գործունեություն են նրանք որ լավ գիտեն դժվար է գիտեք չէ դիգին հասմիկին հետ է սովոր իրար հետ ենք ինստիտուտում սովորել պատմասան հասմիկի չէ հասջան պաչիկ են կանում ինստիտուտում իրար հետ սովորել, հա, ինքը ես անգլերեն ֆրանսերեն է, ֆրանսերեն անգլերեն, ինքը ֆրանսերեն հոգեբանություն եթե չեմ սովորում։ Դրա համար շատ լավ երեխաներն հոգեբանական Չէ, իհարկե դա ռեալ պրոբլեմ է այդ տարիքայինը, բայց լավ է որ գոնե բալիկները գիտեն որ կարող են գալ ու ինտեգրվել որոշ դասարան, երևի ուղղակի պետքա մի քիչ ավելի շփում ունենան հայերենով։ Հիմա բան մեջ ենք, տեսնենք թե ինչպես են անելու, սովորել են, բարերը ճանաչում են, դարերը ճանաչում են, բոլորը արդեն գա, ոչ թե ընդհանրապես 0 են, բայց խոսելու սկսելու ընթացքին իրանք իրար մեջ խոսում են ֆրանսերեն կամ ֆրանսերեն կամ նեդերլանդերեն դժվար է պահպանել լեզուն եթե բան բարձա ինչ ծրագրեր ունեք դպրոցի համար սկզբում ծրագիր հիմա այս ծևով ասենք ամբողջ տարվան ծրագիր այդ է որ ամեն մեկ դասարան ու իրան ծրագիր ունի եւ դա արդեն մենք դավի սկզբից ամեն մեկ ուսուցչի հետ խոսում ենք ավելի շատ ժողով ենք անում բոլորս միասին ու ամեն մեկ ուսուցիչ ներկայացում է իրան ծրագիրը տարվան որ ինչ ծրագիր ունի եւ ինչի ուզում է հասնել Եվ այդ դարվան ընթացքին միևնույն ժամանակ պետք է լինի 6-7 դեկտեմբերին օրինակ առաջին դոնավաճառը որ Marché de Noël ծնունդի դոնավաճառն է 6-7 դեկտեմբերին է լինի բանը դոնավաճառ այո դա կդնենք դրանից նույն ժամանակ արդեն գիտես որ անցյալ դարվանից սկսեցինք նկարիչներուն հետ աշխատանք այսօր ներսես ուղարկեց ֆլայերը առավոտը արդեն երկրորդ էքսպոզիցիան պետք է ունենա նույն ժամանակին, որովհետև ասեցինք այդ արիտից օգտվենք մարդիկ որ այդին ներկային, թող ժամանակին լինի, որ հաջախեն երկու կողմը։ Շատ լավ միտք է, շատ լավն էր անցած տարի, շատ հետաքրքիր ցուցահանդես էր։ Հիմա արդեն 3 նկարիչ։ Այս տարի 3 նկարիչ են փաստորեն։ Հա, շատ լավ, շատ հաճելի էր։ Ես ծանոթացա պարոն Ներսիսի հետ այստեղ ցուցահանդեսի ժամանակ ու շատ հետաքրքիր գործեր ուներ շատ լավ այս տարի ասեց որ ինքը բան անելու նորից են անելու երեք շատ լավ միտք է տիկին մի քանի հարց եմ պատրաստել ինչպես եք ուզում որ ձեզ հիշեն ինչպես որ մարդիկ իրանք մտածում են հարցը բայց գիտեմ ինչա եթե ինչ որ բան պետք անեիք անվճար
Ինչ կանեիք ամբողջ կյանքում։ Նորից ֆորանում եմ հիմք այս պահում եւ միևնույն ժամանակ մարդիկ թող գիտնան որ օրինակ անու այդ փախստականները որ գալիս էին եւ ինձանից օգնություն կամ ինֆորմացիոն ստացան դրա համար ոչ գումար ես չեմ պահանջում որովհետեւ դա է բարդականություն ես անելու համար եթե մարդիկ նորեն գալիս եւ այդ ինֆորմացիան հարցեր են ձեզ տալիս շատ կարեւոր է որովհետեւ այնքան խառն այս օրենքն է որ հատկապես ինձ թվում է որ փախստական են գալիս այնքան վախ կա պատասխանատվություն կա արդեն անկիր մեկ որ տակմանություն անում եմ կան ընկերներ որ ասում են որ պետք չկա քեզ ասելու շիտախուղի գնա դե այնքան է արդեն այդ օրենքների արդեն 1992 թվականից 92 մի ամբողջ կյանք երբ որ դժվարություններին եք հանդիպում ինչպես է դժվարությունների հետ առնչվում ինչպես եք դժվարությունները լուծում դա շատ հետաքրքիր է ինձ համար ուրեմն երբ որ դժվարություններով թեմ եմ կանգնում նախ եւ առաջ ասում եմ որ դժվար չէ ես արդեն գիտեմ ինչպես կարողացրել ջարը գտնելու եմ ու միշտ երեխաներուս դա եմ ասել մեկ-մեկին ինձ երես տալիս են որ դու շատ պոզիտիվ ես մաման խնդրենք ասի դժվար արդեն վատ մի դե չգիտեմ իջեմ եւ այլն բայց վերջավորության արդեն երբ որ լուծումը գտնում ասում եմ վատը չկա միշտ կարող եք ասել մորացանք հարցնենք քանի բալի ունեք ես 53 տարեկան եմ 63 քանի բալիկ ունեք քանի երեխա 3 երբ եք վերջին անգամ տոնել նշել ձեր ձեռքբերումը ձեր հաջողությունը կամ երբևիցե նշում եք ձեր հաջողությունները ձեռքբերումները թե չեք նշում չեմ նշում ես իսկ ամեն անգամ որ արդեն մենք լավ արդյունք է դալից միասին ուրախանում ենք որ արդեն շատ լավ վերջացավ ուրախ բոլորով ինչի համար եք երախտապարտ կյանքում ուրախ երախտապարտ չգիտեմ կարծեմ թե պոզիտիվ եմ եւ կյանքի մեջ միշտ ուրախ պետք է լինել միշտ լավը պետք է տեսնել դխրությունը շատ չեմ սիրել ճիշտ է կյանքի մեջ դխրության օրերը կա դա սխալ է որ չկա բայց դե միշտ ուրախությունը սիրել եմ բարձ տվյալ պահին ձեր ուշադրությունը ինչի վրա է բևեռված մեծ ուշադրությունս որ կարողանամ գամավոր լավ եթե այսպես չանք տապող մեկ ոչ թե ինքս համար ասում եմ ասեք թե բժիշկ Պողոսովա կամ Խաչկերա յուրաքանչյուր գամավոր աշխատողներու խնդրեմ թողան դպրոցին եւ միանամ մեզ որ մեր դարիքը արդեն անցնում է արդեն հանգիստ լինենից ակերնից բաց չեն գերտարս պատվով արդեն գտեք Այդայից եթե ցանկանում եք ներգրավել դպրոցի կամ այլ աշխատանքների մեջ կամավոր օգնել հայ բալիկներին, հայ փախստականներին եւ այլն, դիմեք Տիկին Այդային, ես ձեզ իհարկե Facebook-ով կնշեմ, Facebook չունեք, չէ, կնշեմ մնացածը համար կտակ երևի, որ մարդիկ կարողան դիմեն կամ մի անգամից շաբաթ օրը դպրոց։ Դիմել անգամ պետքություն, եթե կանեմ որ մեկը ուզում եք մի բան անել դպրոցի համար խնդրեմ ճիշտ է շաբաթ օրերը ժամադրում են բոլորին շաբաթ օրերը կմետոկներ այո արդյոք ինչ որ մի բան զղջում եք կյանքում կա ինչ որ մի բան չեմ կարծում որ մի կյանքի մի կետից շղթացել ասել եմ միշտ կյանքի մի մասն է դա է պետք է լինել ու միշտ ասել եմ առաջիկային արդեն ավելի լավ կլինի շատ լավ է եթե կախարդական փայտիկ ունենայիք ինչ կփոխեիք ձեր կյանքում կամ կփոխեիք որևիցե մի բան չէ նախընտրեի որ նույնը մնա ինչ լավ է եւ մի ավելորդ եւս ասել եմ երբ որ ես տեսնեմ իմ քարակտերիս մեջ փոփոխություն կա այդ կորց չմներ կհեռանամ հա այսինքն դուք նույն երանդով եք արել աշխատանքը ի սկզբանե հա 55 թվականից մինչև մտածել եմ ամեն ինչի ուզում եմ այդ ծևովա վերջացնել ոչ թե մանավանդ աշխատանքի որովհետև մարդիկ մեր աշխատանքի մեջ արդեն ժամանակի ընթացքին իրանք զզվում են լսելով մարդոց ամբողջ այդ դժբախտությունները եւ բանը արդեն առանց իրանց կոնտրոլի մեկ ցայներն բարձրացնում են եւ այլն եւ ես միշտ ասել եմ եթե օրկա եւ ես ինքս այս վիճակի միշտ տեսնեմ պետք է չանեմ այս գործ դժվար գործ է ես 10 տարի արել եմ նու ավելի շատ փաստաթղթեր կամ դատարան կամ պոլիս եւ այլն
հոգեպես շատ ծանր գործ է։ Ծանր գործ է, Շատ այո։ գործ, շատ Համբերություն շատ է։ Համբերություն եւ ընդհանրապես երբեմն մարդ ուղղակի լարված են, զայրանում են, ասենք թե քո վրայա, որտեղ դու ես թարգմանում, շատ բարդ է, իհարկե շատ բարդ։ Ցավոք սրտի մեր հաղորդումը մոտենում է իր ավարտին, բայց մինչեւ ավարտելը կուզենայի անձամբ իմ անունից եւ Բելգիայի անունից շնորհակալություն հայտնել իդեմս ձեզ, այսինքն ամբողջ ձեր դպրոցի, չէ, ձեր հետ ինտերվյուն պետք է։ Գիտեք ինչ, մենք դուք դա անում եք իսրտե։ Շնորհակալությունը պետք չէ, եթե շնորհակալությունը պարտավորված է կամ սպասվում է, բայց կարծում եմ, որ պետք է մենք հայերս սովորենք մի քիչ շնորհակալ լինել այն անձանց, ով որ իրանց հանգիստ ժամանակից, իրան ազատ ժամանակից շաբաթ, կիրակի, շաբաթվա մեջ իմ մամա-պապան դասախոս են ինստիտուտում, ես գիտեմ դա ինչ, դա դասավանդելը, պրոցի հետ համասանի հետ շփվելը, դա կոչում է։ Դու չես կարող դանել, եթե դու դա չսիրես։ Ասենք ես մինչև մամային, պապային տեսնում եմ, իրանք այսքան տարի դասավանդելուց հետո մեկը ամեն տարի իրանք իրանց թեմաները մշակում են նորություններ են դնում, պատրաստում են, ոչ թե մտնում են նույն բանը, ինչ որ 40 տարի պատմում են։ Այսինքն դա մի ուրիշ ոգևորվածություն է, դա մի ուրիշ նվիրվածություն է, ու ամեն դեպքում ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ բոլորին, ձեր բոլոր դասատուներին, ձեր բոլոր կազմին, ձեր կամավոր աշխատանքի համար, մեր բալիկները ունեն այդ հնարավորությունը, որ կարող են գալ, կարող են սովորել, կարող են իրար հետ շփվել։ Ցանկանում եմ, որ մեր այս ինտերվյուից հետո ավելի շատ մարդ ձեզ դիմի, գա ինչ որ մի բանով օգնություն հատկացնի, այսինքն պատադիր չի դա մեծ օգնություն լինի, մարդիկ կարող են ընտրել, չէ, ինչով օգնեն, կարող է ժամանակն էլ ընտրեն, ես կարող եմ շաբաթ այսքան, ամիս այսքան, այսինքն պատավոր չի սենց մտնեն ու ամբողջ շաբաթ կամ ամբողջ ամիս։ Շնորհակալություն, շարունակեք ձեր լավ աշխատանքը, իհարկե հետաքրքիր էլ կհանդիպենք այս տարի մարկետում մի հատ նորից ծմեր պապիկի հետ գնանք նկարենք, չէ, անցած տարի Ալի ամսի 20-ին լինելու է, բայց ծմեր այս տարի քանի որ ամսի 6-7-ին ենք անելու Ծմեր պապին մենք անելու ամսի 20-ին։ Անցած տարի եկել է ձմեր պապիկս տեղեր գնացինք ձմեր պապիկի հետ դասարանները, ես էլ ձեր հետ միացա, գնացի նկման դասարանները հաճախելու շատ բան է, հաճելի պահ էր։ Շնորհակալություն Տիկին Այդա ձեր ժամանակի համար։ Ինչ նոր հանդիպում։